Հանրապետությունում կառուցվող բազում կրթահամալիրներից մեկն է Բազում գյուղում։ 2022-ին կառավարության որոշմամբ նախատեսվեց կառուցումը, 2025-ի նոյեմբերին սկսվեց շինարարությունը։ Մի քանի ամիս անց 1 հեկտարից ավելի տարածքի վրա նկուղային հարկով եռահարկ շինություն է, մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով, մի քանի մասնաշենքերով նախատեսված դպրոցի ու նախակրթարանի համար։ Նոր գույները Բազումում ավելացել են շինարարների մեծ ջանքերի շնորհիվ, աշխատել են եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում։ Անձրևի տակ, ձյան տակ կարել ենք այսքան աշխատանք կատարվելու։ Ոչինչ, ընդհանուր առմամբ հետ չենք։ Վառ գույները արդեն դրական էմոցիաներ են հաղորդում բնակիչներին։ Բնակիչները անհամբեր ու կարելի ասել շուրջօրյա անընդհատ հսկողության տակ են պահում շինարարությունը։ Աշխատանքները հեշտ չեն եղել նաև ընտրված տեղանքի պատճառով։ Շինարարի առջև նաև ամենախիստ շինարարական պահանջներն են դրվել։ Սեյսմականության տեսակետից ամենաբարձր աշխանի շենքը։ Դպրոցի մարզադահլիճն է, որը ընդհանրապես շինարարությունը շատ ծանր շինարարական նորմերով է նախատեսված, լրիվ ժելեզաբետոն, 10 մետր, 11 մետր բարձրությամբ եւ 20 սանտիմետր հաստությամբ պատերով ամբողջ կառույցը։ Եվ մանկապարտեզի մասնաշենքը, եւ դպրոցի մասնաշենքը, եւ մարզադահլիճի մասնաշենքը, կաթսաները, որը ընդհանրապես գազով չեն աշխատում, ստեղ լրիվ էլեկտրաֆիկացված է, արևային համակարգով պետք է աշխատի։ Հիմնականում տեղանքը ընտրվել է տարածքի ստանդարտներին, չափերին համապատասխան տարածքի պահանջով։ Բացի այդ, քանի որ ներկայիս դպրոցը գտնվում է ճանապարհին կից, միջպետական ճանապարհին կից, ցանկալի էր ու ավելի հարմար էր երեխաների անվտանգությունից ելնելով, որ ընտրվեց այս տարածքը։ 1 միլիարդ 850 միլիոն դրամ արժողությամբ նոր կրթահամալիրի կառուցման անհրաժեշտությունը մեծ էր Փամբակի այս տարածաշրջանում։ Բնակավայրի դպրոցը չի ունեցել մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, լաբորատորիաներ, բայց անգամ այդ պայմաններում են աշակերտները բարձր առաջադիմություն ցուցաբերել։ Տնօրենը վստահ է, նոր պայմաններում սովորողները աչքի կընկնեն նոր ձեռքբերումներով։ Սովորողների համար արդեն իսկ մոտիվացիա է նման պայմաններում աշխատելը, նման պայմաններում սովորելը, նոր գույքով, հագեցած տեխնիկայով։ Երգեր դպրոցի առկայությունը բավականին խոչընդոտներ է առաջացնում երեխաների մոտ, դասերից հետո արտադպրոցական տարբեր խմբակների հաճախելու։ Իսկ նոր կրթահամալիրում արդեն սովորելը բնականաբար այդ հարցը միշտ կվերացնի։ Մինչև հիմա դպրոց ունեցել է թեր հագեցած լաբորատորիա, իսկ մենք գիտենք, որ այժմյան նորարարությունները պահանջում են նաև լաբորատոր հնարավորություններ։ Հնարավորությունները հասանելի կլինեն ոչ միայն այս, այլև հարակից բնակավայրերի աշակերտների համար, որոնց տեղափոխման համար եւս կստեղծվեն բոլոր պայմանները, վստահեցնում է միջնակարգ դպրոցի տնօրենը։ Իր մեջ պիտի ներառի Բազումի միջնակարգ դպրոցը, Բազումի հիմնական դպրոցը եւ Ազնավաձորի միջնակարգ դպրոցը, այսինքն 3 դպրոցների միավորում է տեղի ունենալու։ Դպրոցը նախատեսված է 280 տեղի համար, որից 80-ը նախադպրոցական կրթություն, 200-ը արդեն հանրակրթություն։ Մյուս դպրոցներից տեղափոխումը Բազումի կրթահամալիր նախատեսվում է հատուկ ստեղծված տրանսպորտի միջոցով, կառուցվելու են նաեւ պետական ծրագրով մինչեւ կրթահամալիր վերող ճանապարհները եւ տրանսպորտով հատուկ վարորդով նախատեսվում է, որ մյուս հարակից գյուղերի երեխաները այդ ձևով կտեղափոխվեն այստեղ։ Նոր կրթահամալիրի ձևավորման կարգը դեռ չի որոշվել։ Ըստ Բազումի միջնակարգ դպրոցի տնօրենի հայտնի չէ մանկավարժների ու մյուս աշխատակիցների նշանակման կարգը։ Չի բացառվում, որ նրանք ընտրվեն մրցույթով։ Այն պարզ կդառնա մինչև սեպտեմբեր, իսկ արդեն սեպտեմբերի կեսին դպրոցի շինարարության ավարտի ժամկետն է։ Թեև տնօրենը ակնկալում է շինարարն էլ ձգտում աշխատանքներն արագ ավարտել, որ աշակերտները նոր ուսումնական տարին դիմավորեն նոր կրթահամալիրում։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։